Հանդիպման վայրը Armenia Marriott հյուրանոց։ Armenia Marriott հյուրանոց, շքեղության եւ հյուրընկալության նշաձող Երևանի կենտրոնում։ Այստեղ ամեն պահ հիշարժան է։ Ժպիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն եւ իհարկե հետաքրքիր հյուր։ Faberlic ընկերության ավագ տնօրեն Արմինե Ղազարյան։ Մարդ, որ ցանկացած գործ անում է հիմքում դնելով արժեքներ։ Պինդ է, բայց զգացմունքային։ Մրցունակ է, բայց մարդասեր։ Բազմահազարանոց թիմը ղեկավարում է հաստատական եւ ոգեշնչված։ Եվ եթե խոսում է, ապա յուրաքանչյուր բառը դառնում է գործ։ Շատ շնորհակալություն Արմինե, որ դուք ընդունեցիք իմ հրավերը։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Կարծում եմ հետաքրքիր զրույց կունենանք։ Ես ուզում եմ մեր զրույցի սկզբում խոսենք ոչ թե ձեր մեծ ձեռքբերումներից, այլ գնանք ամենասկզբին, Խաչիկ գյուղ, որտեղից սկսվել է ամեն ինչ, որովհետև Խաչիկը պարզապես գյուղ չէ։ Այն սահման է բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստով։ Այստեղ երեխաները ոչ միայն խաղում են, այլև սովորում են լինել ուժեղ դեռ վաղ տարիքից, եւ նրանք մեծանում են շատ արագ, մինչեւ որ հասցվում է իրենց տարիքին ավելանալ հերթական թիվը։ Այ ինչպիսին է եղել ձեր մանկությունը գյուղում։ Խաչիկն իսկապես գյուղ չէ միայն։ Խաչիկում ապրելը դա պարտադրված իրականություն է, որ պետք է ուժեղ լինես։ Պետք է լինես բառիս ամենակոնկրետ իմաստով հայրենասեր։ Խաչիկում ապրելը սովորեցնում է լինել մի ուրիշ տեսակի քաղաքացի ես երկրի համար։ Երբ ես 17 տարեկանում դպրոցն ավարտեցի ու արդեն պիտի գայի Երևան սովորելու, ես 17-ամյա Արմինեին խոստացա, որ տարիների ընթացքում նրա սկզբունքները չեմ փոխարինի ոչ մի բանով, չեմ թույլ տա, որպեսզի կյանքը փոխի նրան։ Տարիներ անց արդեն երբ հիմա հետայացք եմ գցում իմ կյանքին, ես նրա սկզբունքներին բազմաթիվ այլ սկզբունքներ եմ ավելացրել, բայց դրանք բոլորը բարի, գեղեցիկ, լավ ու բարձր մարդ լինելուն են ծառայում։ Եվ երբ ամեն անգամ ես գյուղ եմ գնում, անպայման պատասխան եմ տալիս 17-ամյա Արմինեին, թե ինչ եմ փոխել ես նրա կյանքում։ Ես ամեն դեպքում իմ ներսում շատ ամուր եմ պահել 17-ամյա Արմինեին եւ քանի որ կարծում եմ նա է իմ ինքնության հենքը։ Ես գիտեմ ինչ է նշանակում ապրել հեռավոր մի գյուղում, որը բնակելի ամենամոտ տարածքից հեռու է 21 կիլոմետր։ Երբ Խաչիկ եք բարձրանում, ճանապարհը սարերի միջով բարձրանում է եւ երբեմն այնպիսի զգացողություն է, որ մենք երկնքին ու Աստծուն ավելի մոտ ենք, քան մարդկանց։ Եվ դրա մեջ ճշմարտության հատիկ կա։ Գուցե դա նաեւ բնավորություն է ձևավորում։ Արմինե Ղազարյանի հայրիկը լինելով ուսուցիչը, ռազմագիտության եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչը, հետագայում նաեւ իմ լավ բարեկամ եւ ընկերը աշխատել ենք մի համատեղ խստապահանջ մարդ, որը շատ բաներ փոխանցել է նաեւ մեզ։ Արմինին շատ ենք սիրում, հիմա էլ շատ սիրում ենք, ինքը շատ ճկուն էր, գիտակ էր, առաջնորդ էր դասանում, դասղեկի աշտեմներ։ Առհասարակ իր դասանը փայլում էր, այո Արմինեն այդ փայլող աշակերտներից մեկն էր։ Հաճախ Ղազարյանի ասում են, որ շատ լավ երեխա է, ինքը ձեզ նման չի, ինքը լրիվ տարբերվում է։ Երևի քերուներին է նմանում, բայց հակառակում էր, ասում էր, չէ, իմ աղջիկն է իսկական, 4 տղաների հետ մեկտեղ Արմինեի մեծացնելով Արմինեին շատ յուրահատուկ սիրում էր։ Արմինեին շատ սիրում էր Արմինեի տատիկը։ Եվգան տատիկը յուրահատուկ էր սիրում, բոլոր առումներով արտոնություն էր տալիս Արմինեին։ Ինքը շատ հետաքրքիր, ճարպիկ,
Չարաճճի աշկերը միշտ փայլում էին այդ չարաճճիությունից եւ սովորող էր։ Արմինեն հանդիսանալով ուսուցչի երեխաները միշտ ճնշված են լինում, որովհետեւ մշտադիտարկման տակ են։ Այսինքն պիտի լինեն օրինակելի, պիտի լինեն կարգապահ եւ Արմինեն ապահովում էր այդ ամենը։ Արմինեն այնպիսի ընտանիքից է, որտեղ կրթությունը հարգի է եղել եւ իրենց բոլոր երեխաները շատ լավ սովորում էին։ Արմինեն շատ կարդացած էր եւ այդ բոլոր գրքերը, թե իր հանձնարարված գրքերը, թե նենց գրքեր ինքը շատ կարդում էր, լավ արտասանում էր, բոլոր առարկաները համարյա շատ լավ էր սովորում եւ միջոցառումների ամենաակտիվ մասնակիցն էր եւ ինքն էլ կարող էր միջոցառումներ կազմակերպել։ Ես հիշում եմ, որ Արմինեն սկսել էր բանաստեղծություններ գրել, իր ուսուցչու հետ կապված, ուսուցչուին լեզվի գրականության ուսուցչուի էր եւ իրար հետ շատ կապված էին ու այդ ոնց որ փոխանցվել էր ասմունքելը, խոսքը, պատահական չէր, որ ընտրեց այդ մասնագիտությունը, ժուրնալիստիկան իր մոտ այդ կար։ Պրպտող էր, հարցեր էր տալի անընդհատ։ Ժամանակին մենք ֆիլմ էինք նկարում, հեռուստատեսային ֆիլմ էինք նկարում Խաչիկ գյուղի մասին, եւ այդպես մեկնել էինք այդ գյուղ, որտեղ մի քանի օր մնացինք նկարահանումները կատարելու համար, ու երբ մեզ առաջնորդեցին դպրոց, մենք խնդրեցինք կանչել ամենախելացի աշակերտին, հետո պարզվեց, որ դա Արմինեն է, նկարահանեցինք իրեն, այդպես հիացած էինք իր տեսակով, գրագետ, բանի մատ, շատ լավ գրականություն գիտեր։ Ձեր հայրը դպրոցի ֆիզկուլտուրայի եւ ռազմագիտության ուսուցիչն էր եւ ձեր 4 եղբայրների եւ ձեր հորեղբոր տղաների կողքին դուք մեծացաք Բաքվում ֆուտբոլ խաղացող անչափ չարաճճի եւ շատ ակտիվ։ Այո, իմ շրջապատում շատ քիչ են եղել աղջիկները եւ ես մեծացել եմ ընտանիքում, որի ծնողներն աշխատում էին դպրոցում։ Ես շատ լավ եմ սովորել դպրոցում, բայց դա ինձ չի խանգարել, որ ես դրսում լինեմ շատ ակտիվ երեխա, եւ ես այո, դրսում սիրում էի խաղալ տղայական խաղեր, ֆուտբոլ, փոքր եղբայրս ինձ բավական տարիքով փոքր է եւ ես երբեմն մամայիս օգնելու համար նաեւ պիտի խնամեի եղբորս, բայց ցանկանում էի այդ ժամանակն օգտագործել անպայման իմ խաղերի համար եւ ես ընկերուհուս հետ ես իմ եղբորը նա իր քրոջը վերցնում էր, մենք գալիս էինք ֆուտբոլի դաշտում նստածնում էինք իրար կողք, որ խաղան իրենք, մենք էլ կարողանանք ֆուտբոլ խաղալ։ Իսկ դպրոցում շատ պարտավորեցնող էր ուսուցչի աղջիկ լինելը, որովհետեւ հայրս բոլոր դասերը ռազմագիտության սկսում էր ինձ դաս հարցնելով։ Ես երբեմն տանը խնդրում էի, ասում եմ, ինչ կլինի, վաղը չհարցնես գոնե, ասենք, ես պատրաստում եմ քննությունների, մնացած առարկաներն եմ սովորում ու շատ ես գիրք էի կարդում։ Ասում էի, խնդրում եմ էլի ինձ գոնե հաջորդ օրը դասը չհարցնես, եւ ինքը ասում էր, ոչ, եթե ես քեզ չհարցնեմ, կմտածեն, որ ես կողմնապահություն եմ անում, եւ ինքը ամեն անգամ դասը սկսում էր ինձ գրատախտակի մոտ կանչելով։ Հա, ձեր ուսուցիչներն էլ էին բոլորը միաբերան ասում, որ դուք ինչպես չարաճճիությունների մեջ եք առաջինը եղել, այնպես էլ լավ սովորելու մեջ եք առաջինը եղել, շատ լավ սովորող եւ գիրք կարդացող։ Իսկապես շատ էի կարդում եւ մայրս շատ հաճախ բարձրանում էր իմ սենյակ եւ լույսն անջատում էր, ասում էր, որ հերիքա կարդաս, չի կարելի է ժամին այդքան կարդալ, բայց ես միշտ ափսոսացել եմ այս ժամանակը, երբ քնում էի։ Ես մտածում եմ, որ ես կհասցնեմ այդ ընթացքում հասկանալ գրքի վերջը ինչ տեղի ունեցավ։ Ես մինչև հիմա եմ շատ կարդում։ Ես հիմա էլ սիրում եմ գիրք կարդալ, շատ եմ գնում հատկապես ժամանակակից գրողների գրքերը եւ մինչև հիմա էլ եթե ես ունեմ ժամանակ, անպայման այդ ժամանակը օգտագործում եմ, որպեսզի լցնեմ հոգուս սովը եւ դա հիմնականում անում եմ գիրք կարդալու տեսքով։ Մեր ուսուցչուհին դասղեկը միշտ հանձնարարում էր մեզ ծրագրային գրքեր կարդալու, երկուսով կարդում էինք, իրենց տունը մեր տան դիմացն էր եւ մեր պատուհանները այնպես էր արած, որ սենյակներից իրար կարող էինք նայել։ Մի քիչ հեռու էր տունը, բայց տեսնում էինք իրար։ Եվ ամբողջ գիշեր մենք կարդում էինք։ Մինչեւ լույս տեսնում էի իր սենյակի լույսը վառվում է, ասում էի՝ «Մամ, ուրեմն Արմինեն կարդում է, ես էլ պիտի կարդամ»։ Ու կարդում էինք, կարդում, առավոտ շուտ արթնանում գնում էինք դպրոց, սկսում էինք մեր քննարկումները, ով ինչ կարդաց, ինչի մասին էր թեման։ Պատերազմը ձեր կյանք մտավ հենց դպրոցական տարիներից եւ երբեք էլ ձեր կյանքից դուրս չեկավ։ Այո։ Ձեր հայրը գյուղի ինքնապաշտպանական խմբերի կազմակերպիչն էր եւ ձեր տունը մի տեսակ դարձել էր կամավորական խմբերի հավաքատեղի։ Պատերազմը առհասարակ Խաչիկ գյուղի բոլոր բնակիչների կյանք մտավ շատ պատահական, շատ կտրուկ
եւ իր անդառնալի հետքը թողեց բոլորիս կյանքում։ Մի քանի անգամ նույնիսկ մենք դպրոցում եղած ժամանակ դպրոցը ռմբակոծվել է։ Եվ այո, իմ պապիկի տունը այդ ժամանակ դարձավ Արաբո կամավորական ջոկատի հավաքատեղին, քանի որ այլ տեղ չկար ազատ։ Հայրս, եղբայրներս մասնակցում էին գյուղի ինքնապաշտպանական մարտերին եւ ասեմ, որ եղբայրները շատ մեծ չէին տարիքով, 15, 13 ու 11 տարեկան էին այդ ժամանակ, բայց նրանք բացառություն չէին։ Գյուղի բոլոր երիտասարդներն իրենց ծնողների հետ պաշտպանում էին սահմանը, պաշտպանում էին իրենց տունը, իրենց մայրերին, իրենց քույրերին։ Պատերազմի ժամանակ շատ հաճախ էին կանանց եւ աղջիկներին գյուղից դուրս հանում։ Երբեք չէր ստացվում, որ գյուղը լքեի, որովհետեւ մայրս փոքր եղբորս հետ միշտ մնում էին գյուղում, քանի որ տարիքով տատիկ ունեի տանը։ Դե եղբայրներս պապայիս հետ սահմանին էին եւ ես պիտի միայն լքեի գյուղը եւ ստացվում էր այնպես, որ ես էլ չէի գնում, ոչ ոք ժամանակ չուներ ինձ գյուղից դուրս հանելու։ Իմ ամենից վատ տպավորված հիշողություններից մեկը պիտի ասեմ պատերազմի հետ կապված, որ երբ ավտոբուսները գյուղից հանում էին կանանց եւ աղջիկներին, ես իմ սենյակից լուր հետևում էի ճանապարհով ընթացող ավտոբուսին եւ մի անգամ ռումբը ասենց ուղակի ծխի մեջ կորավ ավտոբուսը եւ ինձ մոտ այնպեսի տպավորություն էր, որ ուղիղ ավտոբուսի վրա անկավ այդ ռումբը եւ ես ինձ վազելով, լացելով գոռում էի, որ իմ բոլոր ընկերուհիներն էին այդ ավտոբուսի մեջ գտնվում, այն մարդիկ, ում ես ճանաչում էի եւ լավ էր, որ վարքյաններ անց, երբ ծուխը փոշին հանդարտվեց, ես տեսա, որ ավտոբուսն անվնաս է եւ շարունակում է իր ճանապարհը։ Պատերազմը խլեց մեր կյանքից շատ թանկ մարդկանց։ Ես մեկ անգամ եմ լքել գյուղը։ Եկա Նուբարաշեն, տատիկիս քեռուս տանն էի ապրում։ Հաջորդ օրվանից քեռս որոշեց, որ դասապրոցեսը, որպեսզի իմ սովորելու չընդհատվի, տարավ Նուբարաշենի դպրոց, չունեի ոչ գրենական պիտույքներ, ոչ հագուստներ, ես ոչինչ չունեի, որովհետև շատ հանկարծակի էին մեզ հանել գյուղից։ Ես բազմաթիվ տարիներ առիթ չեմ ունեցել ոչ այդ ուսուցիչներին, ոչ աշակերտներին, ոչ տնօրենությանը շնորհակալություն ասելու, բայց քանի որ տնօրենը գիտեր, որ սահմանամերձ գյուղից աշակերտ պիտի գա իրենց դպրոց, երբ ես մտա դասարան, 4-րդ դասարան էի այդ ժամանակ, իմ սեղանին դրված էին գրենական բոլոր պիտույքները, որոնք անհրաժեշտ էին, որպեսզի ես սովորեմ, գրքեր, տետրեր, գրիչներ, մատիտներ, ամեն ինչ կար սեղանին դրված։ Ես շնորհակալությամբ եմ միշտ նրանց հիշում եւ շնորհակալ եմ, որ այդ հոգատարությունը կար շրջապատի անձի հանդեպ եւ կցանկանամ, որ հիմա էլ երբեմն մենք այդ համատարած անտարբերությունից մի քիչ դուրս գանք ու ուշադիր լինենք մեր շուրջը ապրող մարդկանց հանդեպ։ Այո, եւ ամենակարևորը, որ այդպիսի փոքր թվացող, նրբերանգների մեջ ձևավորվում ենք մենք մանկության, պատանեկության տարիներին, այնց հետաքրքիր է թե խաչիկը ինչպես է ձևավորել ձեզ եւ ձեր բնավորությունը։ Առհասարակ խաչիկից դուրս եկած բոլոր պատանիներն ու աղջնակները բոլորը ունեն հստակ ամուր բնավորություն, կուռ սկզբունքային այդպիսի գիծ, թող անհամեստ չհնչի, բայց բարձր արժեհամակարգ, որովհետև գիտեք, միշտ վտանգի մեջ ապրելը, միշտ սահմանին ապրելը բնավորության մի տեսակ է պարտադրում քեզ, կոփում է։ Մենք պարտավոր ենք լինել ուժեղ եւ ես այդ ուժեղությունը ինձ հետ բերել եմ Երևան։ Թեպետ ասեմ ձեզ, որ ես շատ հաճախ, երբ հոգնում եմ երևանյան թող ու բոհից, աղմուկներից, ամենատարբեր հոգսերից, ես շատ հաճախ ուղղակի նստում եմ մեքենան ու հետ եմ գնում գյուղ, նստում եմ իմ պապական այգում, շատ երկար, լուռ, ուղղակի նստում եմ հողին, չեմ խոսում ոչ մեկի հետ, չեմ շփվում ոչ մեկի հետ, ստանում եմ այն ամբողջ էներգիայի պաշարը, որը ինձ սնուցում է, պահում է իմ ամբողջ էներգիան եւ թույլ է տալիս, որ ես հետագայում կարողանամ Երևանում ապրել ու աշխատել։ Արմինեի հետ մենք մանկուց ընկերներ ենք եղել, համարյա քույրիկներ
Եվ հետո երբ որ մենք հաճախեցինք դպրոց, նորից մեր այդ կապը պահպանվեց, շարունակվեց։ Երբ որ ավարտեցինք դպրոցը, գնացինք սովորելու, ես շատ էի տխրել, որ այդ կապը շուտով կթուլանա, համարակ կտրվի, բայց այդպես չեղավ։ Անդադ ինքին զանգում է, շփվում ենք իրար հետ, խոսում ենք, նույնիսկ այցելում ենք, զանգահարում է, գալիս է միասին լավ ժամանակ ենք անցկացնում գյուղում, դուրս են գալիս, հիշում մեր մանկությունը, մեր խաղավայրերը, որտեղ խաղացել ենք, որից հետո գալիս ենք եւ ամբողջ գիշեր մենք զրուցում մեր մանկությունից մինչեւ մեր սովորելու տարիները, շատ կապված ենք իրար հետ։ Դուք պորտալարով կապված մնացիք Խաչիկին եւ միշտ գյուղի կողքին եք եւ միշտ գյուղի գործերի մեջ եք դուք։ Կարծես թե դուք չեք հեռացել գյուղից։ Ճիշտ եք, շատ ամուր են արմատներս Խաչիկ գյուղի հետ կապված, երբեք ես չեմ մոռանում ես ով եմ, որտեղից եմ ես մտել կյանք, իսկապես ամուր են արմատներս, եթե որևէ նախաձեռնության կարողանում եմ մաս կազմել, ես անպայման մաս եմ կազմում, որովհետև ես շատ լավ գիտեմ ինչ է նշանակում ապրել այդքան հեռավոր գյուղում եւ կտրված լինել ամեն ինչից։ Արմինեի հետ մենք ծանոթացանք Խաչիկում 11 տարի առաջ, երբ որ ես նշանակվեցի ծառայության Խաչիկում, Խաչիկի զորամասում, եւ ինձ համար շատ հետաքրքիր էր հայտնաբերել բոլոր խաչիկցիներին, նրանց, ովքեր որ ապրում են գյուղում, եւ նրանց, որ ապրում են Խաչիկի Սփյուռքում, եւ Արմինեն հենց այս Սփյուռքի ներկայացուցիչներից է, միշտ դրական, լավ, բարի, կարեկցող, հոգատար, եւ մենք հանդիպեցինք եկեղեցում եւ սկսեց մեր ընկերությունը, համատեղ աշխատանքները, եւ Արմինեն շատ հաճախ է կանգնում մեր կողքին եկեղեցու, սահմանի, զինվորի, ընտանիքի, երեխաների կրթության հարցում եւ այդպես մենք միասին աշխատում ենք եւ դրանով կարողանում ենք մեր ցանկությունները, նպատակները համատեղել եւ ավելի մեծ արդյունքներ գրանցել։ Թեև Արմինեն արդեն բավականին երկար տարիներ է ապրում է Երևան քաղաքում, բայց եւ իր համար եւ ինձ համար նա միշտ խաչիկցի է, որովհետեւ իր գյուղի միջավայրի հետ այդ կապը այնքան ամուր է, այնքան թելերով են դրանք ամրացված, որ դրանից ուղղակի ազատագրվել անհնար է եւ նույնիսկ ցանկություն էլ չկա Արմինեի մոտ այդ ամեն ինչից ազատվել։ Ես հիշում եմ, որպեսզի մեզ վարակեր իր գյուղի նկատմամբ սիրով, մի անգամ առաջարկեց, որպեսզի ամբողջ խմբագրությամբ ուղղակի գնանք Խաչիկ ու մի գիշեր մնալ այնտեղ, որ տեղում ծանոթանանք, իմանանք, թե ինչ բան է Խաչիկը եւ իր համար եւ այդ լեռնաշխարհի համար։ Շատ սիրել եմ այն մարդկանց, ովքեր կապված են իրենց հողու ջրի հետ։ Դա կարևորագույն նախապայման է։ Դու պիտի գաս քո արմատներից, պիտի սնվես այդ միջավայրից եւ Արմինեի մոտ այդ հետևողականությունը, այդ համառությունը, այդ հաստատակամությունը այնքան խորն է, որ միայն գնահատել կարելի է։ Ամեն տարի Գաթայի փառատոնին Արմինեն գալիս է Խաչիկ, ավելի հաճախել է գալիս, բայց հատկապես Գաթայի փառատոնին գալիս է Խաչիկ եւ միայնակ չի գալիս, բերում է նաեւ իր ընկերներին եւ Խաչիկը հայտնի է դարձնում նաեւ իր միջավայրում։ Խաչիկի հողի եւ ջրի ծնունդ է Արմինեն եւ փառք Աստծո, որ ինքը ֆիզիկապես չլինելով ամեն օր Խաչիկում, Խաչիկի մասին միշտ ներկայացնում է ամեն օր, իսկ իր գալը մեզ համար յուրահատուկ տոն է, որովհետեւ մենք էլի հանդիպում ենք իրար, զրուցում ենք, որտեղ ինքը նաև շատ լավ զրուցակից է եւ ընդհանուր շատ թեմաներ ունենք մենք իրար հետ խոսելու, քննարկելու եւ կիսվելու։ Մի գործի մասին ես ուզում եմ անպայման մենք խոսենք։ Այդտեղ երևում է ձեր խնդրելար բնավորությունը եւ անպայման արագ հարեհաս հասնելու այդ մղումը։ Դուք վերցրեցիք ձեր տան դռների գումարը բոլորից գաղտնի եւ հատկացրեցիք ներքին հանդի դիրքերին, գնելով շատ բարձր որակի ջերմատեսիլներ եւ այդ ամենը բացվեց եւ Facebook-յան էջում հայտնվեց գրառումը, հա։ 22 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ նորից ռմբակոծվեցին մեր սահմանները, ես հետևում էի դերասան Գևորգ Գրիգորյանի էջին եւ տեսա, որ նա գտնվում է ներքին հանդում եւ գրառում էր կատարել, որ սահմանին ջերմատեսիլի կարիք կա եւ սրտացավ մարդիկ ցանկալի է, որ արձագանքեն։ Ես այդ մասին ոչ մեկին տեղյակ չէի պահել, անկեղծ ասած, այո, եւ մենք նոր տուն էինք գնել եւ կահավորման շրջանում էր գտնվում մեր այդ գործընթացը եւ ես պետք է արդեն պայմանավորվել էինք կոնկրետ խանութի հետ, որպեսզի ես պետք է մոտենամ եւ վճարեմ դռների գումարը, որ բերեն մեր տան դռները տեղադրեն։
Եվ Գևորգը այդ հայտարարությունը դրեց, ես այդ ամբողջ գումարը փոխանցեցի ջերմատեսիլների գնմանը։ Ձեռք բերեն, հա, մեկ ջերմատեսիլ էր դա, բավական բարձր արժեքի, եւ այդ ջերմատեսիլը ուղարկեցին ներքին հանդ։ Հաջորդ օրը ես արդեն առավոտյան արթնացա ամենատարբեր զանգերից, սկսեցին ինձ զանգ տալ բոլոր հարազատներս, ընկերներս, ովքեր Facebook-յան էջում հետևում են ինձ, ու բոլորը սկսեցին հարցնել, թե ես ինչ եմ արել, ինչ եմ ուղարկել սահման։ Ես զարմացած, քանի որ ես ինքս ոչ մեկին չէի ասել այդ մասին, հարցրեցի, որ ինչ ա պատահել, ասեցին մտե Գևորգի էջ եւ կտեսնես, այնտեղ ինքը շնորհակալություն ա հայտնել քեզ, եւ ես մտա ու տեսա, որ էջում ինքը շնորհակալություն էր հայտնել, փաստորեն գիշերը հարձակում էր տեղի ունեցել եւ այդ ջերմատեսիլը օգնել էր իրենց եւ ինքը այնտեղ նշել էր, որ մարդկային կյանքեր են փրկվել դրա շնորհիվ, ինչի համար նաեւ շնորհակալություն էր հայտնել։ Ու քանի որ ես նույնիսկ ամուսնուս չէի ասել, որ ես այդ ամբողջ գումարը ուղղել եմ ջերմատեսիլի գնմանը, զանգ տվեց ինձ ու ինքը շատ մտածում էր, գիտեր երևի արդեն, որ ես հենց այդ գումարն եմ ուղղել ջերմատեսիլի գնելու այդ process-ին եւ հարցրեց դու առար մեր տան դռները։ Ես իրեն պատասխանեցի, որ այո, այս անգամը առա դեռևս ներքին հանդի դռները, որտեղ իմ տան դռները այնտեղից են սկսվում։ Երբ որ սահմանի վրա ունեցել ենք դժվար օրեր, անմիջապես հետևել է Արմինեի զանգը, Տեր Հայր, ինչով կարող ենք օգտակար լինել եւ ինչ անել։ Եվ սա շատ կարևոր է, որովհետեւ դու միշտ գիտես, որ մարդիկ կան, ովքեր որ քեզ կամ քո գյուղը մենակ չեն թողնում ու միշտ թիկունքիդ կանգնած են։ Շատ դժվար պայմաններում էլ կարողանում է արագ իմի գալ, որոշումներ կայացնել եւ ուղղորդել հենց իրեն ու իր շրջապատում գտնվող մարդկանց եւ դառնում է այդ իմաստով մի տեսակ թթխմոր շրջապատի մարդկանց ավելի ուղղություն նշելու եւ հաճախ առաջնորդելու եւ խորքապես ինքը քրիստոնյա է, այն մարդկանց նման չէ, որ անընդհատ Աստծո անուն են տալիս, բայց իրենց գործերը հեռու են դրանից, այլ ինքը ավելի քիչ Աստծուց է խոսում, բայց իր գործերն են պատում իր քրիստոնյա լինելու մասին։ Դուք երազում էիք մանկության պատանեկության տարիներին լրագրող դառնալ եւ ունեիք դրա տաղանդը։ Եվ իհարկե դարձաք։ Այ առաջին աշխատանքային հասցեն։ Հենց առաջին կուրսից սկսեցի նյութեր տպագրել ամենատարբեր թերթերում, Հայաստանի Հանրապետություն, ազգ, առավոտ, երկիր, բայց աշխատանքային առաջին հասցես եղել է Երկրապահ թերթի խմբագրությունը, որտեղ ես արդեն մտա կոնկրետ որպես աշխատակցուհի եւ թեպետ շատ կարճ տևեց, բայց շնորհակալ եմ այդ փոքրիկ ժամանակաշրջանի համար, որովհետեւ Հովիկ Չարխչյանը այնտեղ հրաշալի թիմ էր հավաքել աշխատանքային եւ ես մինչ օրս շփվում եմ այդ մարդկանց հետ եւ պատիվ ունեմ նրանց ընկերը համարվելու մինչեւ այսօր։ Առաջին աշխատավարձը հիմա հիշում եք ինչի վրա ծախսեցիք։ Այն ժամանակ շատ ճոխություններ թույլ տալու հնարավորություն չունեինք։ Ես աշխատում էի ամենաառաջին հերթին նաեւ որպիսի հայրիկիս օգնեմ։ Դժվար էր Սահմանամերձ գյուղից Երևանում ուսանող պահել։ Հիմա չեմ հիշում, բայց համոզված եմ, որ այդ գումարը ես տնտեսել եմ, որպեսզի մշտական իմ ամենօրյա ծախսերը կարողանամ ապահովել եւ այդ անգամը ավելի պակաս գումար ուզել, հա, հայրիկիցս։ Բազմաթիվ թերթերում աշխատելուց հետո դուք աշխատանքի ընդունվեցիք Երկիր թերթ եւ այնտեղ Երորիա էր այն ժամանակ Երկիրը։ Պատերազմի վավերագիրներ շարքն էիք վարում։ Այո, ես Երկիր թերթին սկսեցի թղթակցել, սկզբից մշակութային էջին էի թղթակցում, որից հետո ինչ որ մի օր առաջարկով հանդես եկա եւ սկսեցի շարք պատերազմի վավերագիրները խորագրով
ես հարցազրույցներ էի անում պատերազմին մասնակցած լրագրողների եւ օպերատորների հետ։ Ինձ հետաքրքրում էր Արցախյան պատերազմին վերաբերող փաստավավերագրական ամբողջ արխիվը, որտեղ եւ ինչ վիճակում է գտնվում։ Շարքը բավական երկար տպագրվեց Երկիր թերթում, շատ հուզական շարք էր, սիրով եմ հիշում բոլոր այն մարդկանց, ում հետ ես հարցազրույց եմ արել, իդեպ պիտի նշեմ, որ այդ շարքը, որը տպվեց Երկիր թերթում, հետագայում տարիներ անց, երբ ես սովորում էի Գիտությունների ազգային ակադեմիայի միջազգային գիտակրթական կենտրոնում արդեն, իմ մագիստրոսական թեզի պաշտպանության ժամանակ իմ ղեկավարը Ալբերտ Խառատյանը առաջարկեց, որպեսզի ես թեզի թեման ընտրեմ հենց այդ թեման։ Երկիր թերթում տպագրած նյութերի հիման վրա ես իմ մագիստրոսական թեզն եմ նաև պաշտպանել եւ շատ հետաքրքիր էր այդ պաշտպանությունը, որը բնավ նման չէր պաշտպանության, որովհետեւ թեման նոր էր, չուսումնասիրված եւ բոլոր իմ դասախոսներին անչափ հետաքրքիր էր, որտեղ են այդ արխիվները, ինչ վիճակում են, ուր են այդ լրագրողները, այդ օպերատորները։ Լրագրության ասպարեզում ինչ նոր հատկանիշներ ձեռք բերեցիք։ Ամենից ամենակարևոր հատկանիշը, որ ես մինչ այսօր պահպանում եմ իմ ներսում, դա իրադարձությունների համակողմանի վերլուծությունն է։ Ազգային գրադարանի մասին գրված նյութը պատճառ դարձավ, որ դուք փոխեք աշխատանքային հասցեն եւ դառնաք ազգային գրադարանի լրատվության ծառայության ղեկավարը։ Այո, Երկիր թերթում ես տպագրել էի ազգային գրադարանի մասին մեկ նյութ, որի հիման վրա ազգային գրադարանի տնօրենությունը հրավիրել էր ինձ գրադարան, այդ հրավերքը տեղի ունեցել ապրիլի 1-ին։ Երբ ես մտա Երկիր թերթի խմբագրություն եւ ինձ Հովհաննեսը Երանյան ասաց, որ ազգային գրադարանից քեզ կանչել են, որ աշխատանքի ընդունեն, ինձ թվաց, որ նա կատակում է։ Երբ ես մտա ազգային գրադարանի տնօրենի ընդունարան, տնօրենը Դավիթ Սարգսյանն էր այն ժամանակ, ինձ հետ էր նաեւ միջոցառումների բաժնի պատասխանատուն, ուղեկցում էր ինձ տնօրենի սենյակ, նայեց, ասեց, «Էս են աղջիկն է, չէ՞ երեկվա», ասեց, «Այո», ասեց, «Տարեք գործի ընդունեք այսօրվանից որպես լրագրող»։ Ես շատ զարմացա, ինձ ուղեկցող տիկինը նույնպես, որովհետև ազգային գրադարանն այդպիսի հաստիկ չուներ։ Առհասարակ ազգային գրադարանում երբեք լրագրող չէր եղել։ Ես հետո հասկացա, թե ինչու դա արեցին, որովհետև ինձ շատ կարճ ժամանակ անց հրահանգեցին ստեղծել հոգևոր հայրենիք ամսաթերթը, որը պետք է լուսաբաներ մշակույթի նախարարության տիրույթներում տեղի ունեցող բոլոր մշակութային միջոցառումները եւ խնդիրները եւ ձեռքբերումները։ Եվ ես շատ կարճ ժամանակ անց ստեղծեցի եւ լրատվական բաժինը եւ հոգեվոր հայրենիք թերթը, որը ես առանց ստորագրելու էի տարել ու տնօրենի սեղանին դրել։ Ինչպես ստացվեց, որ ես դարձա խմբագիրը այդ թերթի, երբ տնօրենը նայեց բոլոր էջերը թերթի, վերջում ասաց, իսկ ինչու աշխատանքդ չես ստորագրել։ Պետք է նշեմ, որ ես այդ ժամանակ 21 տարեկան էի ընդամենը։ Եվ ես ասացի, որ ես բոլոր նյութերը, որոնք ես եմ գրել, պարոն Սարգսյան, ես ստորագրել եմ այդ նյութերը, ասեց, ոչ, իսկ ընդհանուր թերթնով ստեղծել, ասեցի ես, ասաց, դե ստորագրի աշխատանքդ։ Եվ ես ինձ վախվորած ինքը ասաց, որ անպայման նշեն որպես թերթի խմբագիր ինձ, եւ այդ օրվանից ես դարձա հոգեվոր հայրենիք ամսաթերթի գլխավոր խմբագիրը եւ լրատվական ծառայության ղեկավարը։ Առանց չափազանցության պիտի ասեմ, որ իմ առնվազն 2 գրքի համար մեծապես պարտական եմ իրեն։ Այդ օրերին ես աշխատում էի ազգային գրադարանում, ինձ անհրաժեշտ էր արխիվները, կատալոգ ուսումնասիրել, քարտադարանը, ինձ անհրաժեշտ էր ծանոթանալ հին մամուլի հետ, գրքերի հետ եւ Արմինեն առավոտից երեկո ինձ օգնում էր, գտնում էր այդ ամեն ինչը ինձ համար, վերում մատուցում էր, նույնիսկ բանը հասավ նրան, որ այսպես աշխատանքային բան թույլ տվեց, խախտում թույլ տվեց, իր բանալիները տրամադրել էր ինձ աշխատասենյակի եւ ես օրվա ցանկացած պահին կարող էի գնալ նստել այնտեղ ու աշխատել, հետո արդյունքում 2 գիրք ստացվեց, ինչի համար իրեն շատ շնորհակալ եմ։ Ինչ տվեց այս հասցեն ձեզ ազգային գրադարանը։ Ազգային գրադարանն ինձ տվեց հրաշալի անմոռանալի տարիներ, որոնց ընթացքում ես շփվեցի մեր գիտության եւ մշակույթի բազմաթիվ կարկառուն մարդկանց հետ, որոնցից ես շատ բան ունեի սովորելու եւ սովորեցի իսկապես, թեպետ արդեն շատ երկար տարիներ ես մշակութային ասպարեզում այլևս որևէ գործունեություն չեմ ծավալում, բայց այդ տարիներին իմ ներսում տեղ գտած մշակույթը երբեք ինձ չի լքում եւ ես շատ հաճախ եմ թեկուզ մինչեւ հիմա շարունակում ներկա գտնվել ասմունքի երեկոների, համերգային ծրագրերի, թատրոնների եւ այլն, ես շատ հաճախ եմ լինում մշակութային միջոցառումների։ 2008 թվականին
Դուք մտաք ցանցային բիզնես։ Ինչ է տարավ գործարար աշխարհ, ինչպես ստացվեց դա։ Խիստ պատահական, ասեմ ձեզ։ Ես ազգային գրադարանում դեռ խմբագիր էի 2008 թվականին, երբ մի տիկին շատ հաճախ ինձ զանգ էր տալիս, առաջարկում էր, որպեսզի ես ցանցային բիզնեսում ընդգրկվեմ։ Ես հասկանալի պատճառներով չէի համաձայնում, որովհետև նախ ես աշխատանքային ժամեր իմ չէր համընկնում եւ ի վերջո իմ աշխատանքն այնպիսին էր, ես շատ զբաղված էի եւ ցանցային բիզնեսով զբաղվելու ուղղակի ժամանակ չունեի։ Եվ այդ տիկինն այնքան շատ ինձ զանգ տվեց, իսկ մի օր քաղաքավարությունից ելնելով անձնագիրս ուղղակի թողեցի ոստիկանների մոտ ու ասեցի տիկին ռիպսի եկեք վերցրեք, տարեք, գրանցեք, հետ կբերեք, եւ նա կատալոգ էր բերել։ Ես երբեմն գրասենյակում նստած նայում էի։ Եվ 1 տարի շարունակ ես գրանցված եմ եղել Faberlic ընկերությունում, սակայն Faberlic-ի գրասենյակ մտած չեմ եղել։ Այդ ընթացքում կատալոգ երբեմն ես տանում էի տուն, երբեմն աշխատավայրում ես երբ ժամանակ էի ունենում թերթում էի։ Հարևանները, չգիտեմ, ընկերներ, ընկերուհիներ, երբ որ տեսնում էին կատալոգը մեր տանը, հարցնում էին, իսկ կարող ենք մի բան էլ մենք պատվիրել։ Ես ասում էի ոչ, որովհետև ես չեմ կարող, ֆիզիկապես չեմ կարող գնալ Faberlic-ի գրասենյակ եւ բերել ձեզ համար որևէ ապրանք, բայց ես կարող եմ զանգ տալ այդ տիկինը, որ ինձ գրանցել է, ձեզ էլ կարող է գրանցել Faberlic-ում, դուք ինքներդ գնացեք, վերցրեք ինչ-որ մի բան, ինձ համար էլ ես ինչ բան է կբերեք նույնիսկ 2009 թվականի հունվարի 19-ն էր, երկրորդ բալիկս պիտի ծնվեր եւ ես դեկրետ գնացի արդեն, արձակուրդի մեջ էի, որոշեցի ինքս ինձ համար գնալ եւ որոշակի գնումներ կատարել։ Փորձեցի ավելի ճիշտ մոտենալ գրասենյակին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ էր այն ժամանակ գտնվում, բավականին երկար, այսպես մարդկանց հերթ էր։ Իմ ֆիզիկական վիճակն այնպեսին չէր, որ ես կարողանայի հերթ կանգնել եւ օգտվել այդ ապրանքներից, ինչ որ պատվեր կատարել, ասես կարելի է, որ ես ուղղակի մտնեմ գրասենյակը տեսնեմ ու դուրս գամ, որոշակի ապրանքներ տեսնեմ ու դուրս գամ, որովհետեւ ես չեմ կարող հերթ կանգնել այդքան։ Թույլ տվեցին ինձ իհարկե, նկատի ունենալով իմ վիճակը, ես ներս մտա, մի քիչ նայեցի այդ որոշակի ապրանքների եւ աշխատակցուհին, որը պատվերներ էր ձևակերպում, ասեց, եթե դուք ցանկանաք պատվեր կատարել, ես ձեզ կարող եմ արտահերթ սպասարկել հաշվի առնելով ձեր վիճակը, ասի շնորհակալ կլինեմ, որովհետև ես կարծում եմ, որ այլևս երբեք չեմ կարողանա գալ գրասենյակ։ Երբ ես իմ անուն, ազգանունը եւ ռեգիստրացիոն կոդը ասացի, նա նայեց եւ ասեց, գիտեք, եթե դուք ձեր այս փոքրիկ պատվերը դարձնեք մոտավորապես 50 բալի, 50 բալն այն ժամանակ 23-24 հազար դրամ էր, դուք այստեղ կարող եք ստանալ գումար մոտավորապես 130 քանի հազար դրամ, ինչ որ թիվ ասած, եւ ես ասես զարմացած նայում դեմքին, ասում եմ դուք ինձ հետ եք, ասում եմ այո, ասում եմ իսկ ես ինչի համար պետք է ստանամ այդ գումարը, ասում եմ որովհետեւ դուք բավական մեծ ցանց ունեք, դուք 1 տարվա ընթացքում բավական շատ մարդիկ եք գրանցել եւ այստեղ դուք ունեք գումար դրա հաշվին կուտակված, որը դուք կարող եք ուղղակի օգտագործել, եթե կատարեք 50 բալ։ Ես խնդրեցի, որպեսզի դադարեցնեն այդ պահին այդ պատվերի ձևակերպումը եւ ինձ տան ուղղակի մի բրոշուր, որտեղ կա այդ ամեն ինֆորմացիան, որը ինքը ինձ բանավոր ասում էր։ Ես վերցրեցի մարքեթինգ պլանը եւ դուրս եկա գրասենյակից, տանը ուսումնասիրեցի, անհավանական էր թվում իհարկե, որովհետեւ ես այդ ժամանակ թերթի խմբագիր լինելով պետական աշխատավարձը կազմում էր, եթե չեմ սխալվում, 47000 դրամ։ Եվ անհասկանալի էր, թե ինչու ես պետք է մի որևէ այլ կազմակերպությունից ստանայի 130 քանի հազար դրամ։ Մի խոսքով, հաջորդ օրը արդեն հասկացած, թե ինչի մասին էր խոսում օպերատորը, ես հետ վերադարձա գրասենյակ, կատարեցի իմ 50 բալը, քանի որ նաև արձակուրդի մեջ էի գտնվում եւ ժամանակս ներում էր, որպեսզի ես կարողանամ զբաղվել արդեն այն մարդկանցով, ում ես գրանցել էի ցանցային բիզնեսում, սկսեցի ակտիվ գործունեություն ցանցային բիզնեսի մեջ եւ շատ կարճ ժամանակ անց մարտի 16-ին արդեն պետք է ծնվեր տղաս, մարտի սկզբին ես արդեն դարձա ֆիրմայում տնօրեն եւ այն քչերից ու եզակիներից մեկը, ով ֆիրմայում ստացավ մայրության բոնուս։ Շատ կարճ ժամանակում դուք հասաք այդ ստատուսին։ Իսկ ինչ է պետք առհասարակ ցանցային բիզնեսում մարդուն, որպեսզի արագ հասնի այդ ստատուսին։ Ցանցային բիզնեսը երբեմն թվում է, որ ապրանքների առքուվաճառքի բիզնես է, բայց դա այդպես չէ։ Մարդը եթե չի սիրում սովորել, նա ցանցային բիզնեսում չի կարող կայանալ։ Իսկ ես փառք Աստծո ունեմ այդ հատկանիշը եւ շատ խորն եմ ուսումնասիրում ապրանքները, շատ եմ կարդում, սովորում եմ ամեն ինչ, ինչը անհրաժեշտ է իմ գործին ծառայեցնելու համար եւ դա կիրառում եմ իմ աշխատանքի մեջ։
եւ համառությունը։ Գիտեք, այս աշխատանքի մեջ հիասթափությունները շատ են, քանի որ մենք ամենատարբեր տեսակի մարդկանց հետ ենք շփվում, ամենատարբեր գիտելիքների տեր մարդկանց, ամենագրագետ եւ նույնիսկ ամենից անգրագետ մարդկանց հետ, բայց պետք է ունենալ նաեւ մարդկային շփման կարողություն, գործ ունենալ ամենատարբեր տեսակի մարդկանց հետ, համբերատար դա անել, ամենից կարևորը սովորել։ Ես համարում եմ, որ ցանցային բիզնեսը այնուամենայնիվ ինֆորմացիայի վաճառք է, ոչ թե ապրանքի։ Меня всегда удивляло в Армине то, что она очень внимательна к деталям. И прежде чем приступать к какому-то делу или внедряться в какой-то проект, она обязательно изучит его очень досконально. Так получилось и с Фаберликом. Изначально ее просто подписали в компанию. Она не смогла отказать, очень вежливый человек. А когда спустя некоторое время она увидела, что под ней уже сформирована целая структура, благодаря работе ее наставника, она начала разбираться, что же такое маркетинг-план. И разобралась. И стала старшим директором. Вы знаете, упорство. Я думаю, что человек, который не боится совершать ошибок, он обязательно дойдет до высоты, о которой мечтает. А еще любовь. Любовь к людям, с которыми она работает. Я думаю, это, пожалуй, 3 основных кита, на которых держится успех Армине Казарян. Армине очень мягкий человек. И это кажется изначально. Но внутри с очень сильным стержнем. Казалось бы, очень нежная, очень женственная, но даже в самые сложные времена человек не потерял самообладание, и, пожалуй, это очень важно. Человек, который очень грамотно говорит на армянском языке. И скажу вам по секрету, сначала я даже ее не понимала. Вот это вот понимание языка, грамотного армянского языка у меня пришло через несколько лет. И пришло оно именно благодаря Армине Казарян. Я могу сказать, что она добрый человек, человек открытый, очень воспитанный и интеллигентный. Знаете, каждая наша встреча – это как глоток свежего воздуха. С ней безумно приятно общаться. Ամեն քայլափոխին փորձում ես այդ դրականը իրենից վերցնել, նմանվել ինչ-որ հարցերում։ Ծեծված արտահայտություն է, չէ, մեծատառով մարդ, բայց շատ կարևոր արտահայտություն է, այդ Արմինեի համար է ասված։ Արմինեն հրաշալի անձնավորություն է։ Մինչև ղեկավար լինելը նրա մեջ գնահատում եմ հենց այդ իր մարդ տեսակը։ Արմինեի հետ կարող ես աչքերդ փակ, նրան վստահել, նրա հետ ճանապարհ ընկնել, երբեք չես հիասթափվի, հուսախաբվի։ Որոնք էին այն ամենամեծ դժվարությունները, որ բախվեցիք, հա, սկզբում։ Դժվարությունների ես չեմ բախվել սկզբում, դժվարությունների ես հետագայում եմ բախվել։ Սկզբում ես շատ բուռն աշխատանքային գործունեության շնորհիվ շատ բարձր նվաճումներ եմ ունեցել։ Իմ աշխատանքային ամենից բարդ շրջանը սկսվեց 2020 թվականից, երբ մեր կյանք մտավ կոവിഡ്ը։ Այո, փաստացի այդ ժամանակ մեր գրասենյակների գործունեությունը կասեցվեց, դժվար էր շատ իհարկե, բայց շատ ավելին հետո տեղի ունեցավ, քան կոവിഡ്ներ, մեզ պատերազմը սկսվեց եւ իսկական դժվարությունը սկսվեց այդ ժամանակ, որովհետև հոգեբանական ճնշվածությունը ամենից առաջինն էր, որ խանգարում էր ինձ աշխատել այդ շրջանում։ Պատերազմն այդ ժամանակ իմ տուն մտավ հենց այն վայրկյանից, երբ իմ տնից պատերազմ գնաց եղբայրս։ Եվ պատերազմի դաշտում էին նաև գրեթե բոլոր խորհրդատուներիս երեխաները։ Կոնսուլտանտներ ունեմ, որոնց 2 տղաները այդ ժամանակ ծառայում էին։ Ամուսինները միացան նրանց։ Այսինքն դժվար էր այդ շրջանում աշխատել մարդկանց հետ, բայց ես միևնույնն է, ամեն Աստծո օրը երբ բացվում էր, ես գնում էի աշխատանքի, բոլորին զանգ էի տալիս, իմանում երեխաներից լուր ունեն, չունեն, ինչ է տեղի ունեցել եւ այլն եւ այլն։ Եվ օրվա երկրորդ կեսից սկսած ես տեսնում եի, որ նրանք հավաքվում են ինձ մոտ։ Ես մինչև այսօր չգիտեմ նրանց հետ ինչի մասին էի խոսում։ Բայց մենք երկար զրուցում էինք եւ միասին կարծես թե հաղթահարեցինք այդ շրջանը։ Մի որոշակի ժամանակ անց ուղղակի հասկացա, որ ես այլևս վախենում եմ զանգ տալ խորհրդատուներիս։ Վախենում եմ, որովհետեւ ես չգիտեմ, թե նրանցից ինչ կլսեմ։ Այդ սարսափը ինձ կանգնեցրեց եւ ես դադարեցի նրանց զանգ տալ։ Ես ուղղակի գրասենյակում սպասում էի, որ իրենք ուղղակի կգան ինձ մոտ եւ
մենք կզրուցենք, մի քիչ կշփվենք, համ ես մի քիչ ավելի ինձ լավ կզգամ, համ իրենց ավելի լավ կզգան եւ շփումները շարունակվեցին այդպես, մենք միասին հաղթահարեցինք եւ բոլորս մի ամուր սիրուն ընտանիքի վերածվեցինք, որից հետո արդեն եւ դժվարությունները եւ ուրախությունները մենք կիսում ենք միմյանց հետ, ուրախանում ենք բոլորին հավասար, տխրում ենք բոլորի հետ, երբ որևէ մեկի տան ինչ-որ բան է տեղի ունենում դժբախտություն, դժվարությամբ, բայց հաղթահարեցինք այդ շրջանը։ Պատերազմի օրերին ես երբեք չեմ մոռանա, իմ տղան էլ էր այդ օրերին, այդ պատերազմի մեջ եւ էլի կոնսուլտանտներ ունեինք, որոնց տղաները մեզ հետ հավասար, այսպես մտածում էր այդ մասին, զանգում, հարցնում, հետաքրքրվում, նույնիսկ կոնսուլտանտներից մեկի տղան տեղն էլ չգիտեին որտեղ է, ուր է հասել, վիրավորվել է, կարողացել էր գտնել մարդ, որ հիվանդանոցում գտել էին այդ տղային, լուր էին բերել, այսինքն այդ իր անձնականը թողած, երբ մտածում է քո անձի մասին, քեզ որևէ բանով օգտակար լինելու մասին, ինձ թվում է մարդկային բարձր հատկանիշների մասին է խոսվում։ Ինչ է նշանակում ղեկավարել բազմահազարանոց ցանց։ Շատ պատասխանատու աշխատանք է սա, երբ դու հասկանում ես, որ քո հետևից գալիս են հազարավոր մարդիկ եւ դու նրանց հիասթափեցնելու իրավունք չունես, թույլ լինելու իրավունք չունես, կոտրվելու իրավունք չունես, անկախ նրանից դա կլինի COVID-ը, կլինի պատերազմը, թե մեկ այլ դժվարություն, դու միշտ նրանց առաջ պարտավոր ես կանգնել որպես ուժեղ առաջնորդ, մարդ, ումից նրանք կստանան այդ էներգիան, ում հետևից վստահաբար կգան եւ կիմանան, որ երբեք իրենց առաջնորդը իրենց չի տանելու սխալ ուղղությամբ կամ սխալ մի որևէ իրավիճակի առաջ կանգնեցնելու։ Մենք անում ենք հաճախ նաև մասնագիտական սեմինարներ, մաստեր կլասներ, տրեյնինգներ, մոտիվացիոն հավաքներ։ Այո, մոտիվացիոն մեծ միջոցառումներ են կազմակերպում, այդ դա անում է նաև ֆիրման, որին մենք մասնակցություն ենք ունենում, Faberlic-ի կենտրոնական գրասենյակը շատ հաճախ է այդպիսի միջոցառումներ կազմակերպում։ Սակայն ես սիրում եմ աշխատել քիչ մարդկանց խմբերի հետ, որովհետև կարծում եմ, որ արդյունքը շատ ավելի մեծ է, երբ դու աշխատում ես այս պահին 4 անձի հետ։ Ես իմ առաջնային գծի լիդերների հետ եմ միշտ աշխատում, այնպես չէ, որ այդ բազմահազարանոց մարդկանց հետ աշխատում եմ ես։ Мотивация, она бывает разная. Самое главное, наверное, это свой пример. Когда сложно, человек не сдается, идет вперед. И, конечно же, когда твоя команда смотрит на тебя, она повторяет твои действия. Когда ты веришь в свою команду, это тоже определенная мотивация. А как верит Армине в свою команду? Я не знаю, мало людей, кто так делает, честно вам скажу. Кроме того, она безоговорочно любит свою команду. Это тоже очень важно. Потому что когда в тебя верят, когда тебя любят, несмотря на то, что ты совершаешь, возможно, какие-то ошибки, когда ты что-то не дорабатываешь, тебя не обвиняют, а тебе подают руку помощи. Пожалуй, это и есть самая важная причина, по которой команда верит в своего наставника. Она всегда находится в достаточно высокой степени мотивации и идет за своим наставником вперед. Իմ բլոկնոտի մեջ երբեք չեմ նշել, ինչ եմ պատվիրել, ինչքան եմ վճարել, ինչքան եմ մնացել, ես անկեղծ եմ ասում։ Երևի ինքն էլ է նկատել, որ երբեք չունեմ բլոկնոտ, ոչ թե անկարգապահ եմ, չէ, բնավորության բավականին այդպես խիստ եմ այդ հարցերում, բայց ես համոզվել եմ, որ կարիք չկա ավելորդ ինքս ինձ ծանրաբեռնեմ, որովհետև ես վստահ եմ, որ Արմինեն երբեք ոչ մի բան անարդար մոտեցում չի ցուցաբերի, առավել ևս ֆինանսական հարցում։ Չափից դուրս ազնիվ է, չափից դուրս արդար է։ Ուզում ես, որ քեզանից վերև կանգնած մարդը լինի վստահելի անձնավորություն, որ շատ հարցերում քեզ լինի օժանդակող, օգնող, աջակցող։ Արմինեն հենց այդ կարգի մարդկանցից է, եւ ես համոզված եմ, որ հենց դա է պատճառը, որ բավականին մեծ ցանց է ձևավորել ու շարունակում է ավելանալ այդ ցանցը։ Ես հաշվարկում եմ եւ ֆիրմայի եւ խորհրդատուի շահը, որովհետեւ ես նրանց երկուսի մեջտեղում եմ գտնվում։ Ես նրանց միջնորդն եմ։ Երկկողմանի փոխշահավետ համագործակցություն եմ փորձում ապահովել, որի հիման վրա կարծես թե ստացվում է եւ կարողանում ենք աշխատել։
Ցանցային բիզնեսը ճիշտ աշխատող, ամենից ճիշտ մշակված բիզնեսի տեսակն է իմ կարծիքով, որը մեզան շատ ավելի խելացի մարդիկ մշակել են արդեն։ Պետք է հավատարիմ մնալ այդ դրույթներին, որոնք ստեղծել են իրենք, նոր բաներ չհորինել, այդ աշխատանքը մեքենայի նման, կարծես, շարունակում է աշխատել, եթե դու ամեն ինչ ճիշտ ես դրել։ Դու պիտի ղեկին նստած ուղղակի կարողանաս ղեկավարել այդ համակարգը եւ գնալ այն ճանապարհով, որը դու ընտրել ես։ Իսկ ինչպես եք կարողանում պահպանել մոտիվացիան եւ ակտիվությունը այդ բազմահազար խմբի մեջ։ Գումարային բոնուսներն են, որը ֆիրման ունի, այդ մեխանիզմը աշխատացնում է եւ դա շատ մարդկանց հոգեբանության վրա ազդեցիկ է շատ։ Ձեզ մի փոքրիկ օրինակ բերեմ։ Իմ գրասենյակում պատերին բազմաթիվ շնորհակալագրեր կան, պատվոգրեր կան, որոնց արանքում ընդամենը 2 տեղ գումարային սերտիֆիկատներ կան, որոնք երբ ֆիրման ինձ տվել է, ես ուղղակի փակցրել եմ պատին։ Ուրեմն այդ բազմաթիվ շնորհակալագրերը շատ հաճախ մարդիկ չեն տեսնում եւ տեսնում են միայն այդ գումարային սերտիֆիկատը եւ ինձ ամենից շատ տրվող հարցը գրասենյակում դա ինձ հարցնում են. «Այս գումարներն իսկապես ստացել ես»։ Իսկ ձեր զգացողությունը, երբ ամեն օր մտնում եք եւ ձեր աչքի առաջ այդ մեծ պատն է բազմաթիվ շնորհակալագրերով ծանրաբեռնված։ Գնահատականի դերի մասին, հա, խոսենք։ Պատը միայն ես չի որ տեսնում եմ, այդ պատը տեսնում են նաեւ իմ խորհրդատուները, ցանկացած մեկը ով մտնում է այդ գրասենյակ, տեսնում է նաև այդ պատվոգրերն ու շնորհակալագրերը, որը խիստ պարտավորեցնող է ինձ համար։ Երբ նրանք տեսնում են այդ շնորհակալագրերը, ես ենթադրում եմ, որ մի քիչ ավելին են սպասում ինձանից, քան սովորական Արմինեից կսպասեին մարդիկ։ Ժամանակի ընթացքում ես դրանք վաստակել եմ։ Ջանք, եռանդ, առողջություն, էներգիա եմ դրել այս այդ ամենի մեջ։ Ի վերջո քիչ չէ, արդեն 18 տարի ես ցանցային բիզնեսի մեջ եմ եւ ամեն հնարավոր բան ես տվել եմ ցանցային բիզնեսին եւ այն մարդկանց, ովքեր ինձ շրջապատում են։ Ցանցային բիզնեսը ես միշտ նմանեցնում եմ գերճշգրիտ աշխատող շվեյցարական ժամացույցի։ Ինչքան էլ որ ես ձեզ կարողացել եմ ճանաչել, դուք շատ վառ անհատականություն եք։ Այ մտնելով այդ համակարգի մեջ, հա, շվեյցարական ժամացույցի կոպիտ ձևակերպում է, բայց մեխանիզմի մի մասը դառնալով դուք չեք կորցրել ձեր վառ անհատականությունից 1-2 գույն։ Չէ, չեմ կորցրել, աշխատում եմ չկորցնել։ Ինչու՞, որովհետև այս աշխատանքը այն աշխատանքն է, երբ ժամերն ինձ պարտադրված չեն։ Ես գրասենյակ գնում եմ օրվա որ ժամին ցանկանում եմ, փորձում եմ ցանցային բիզնեսից դուրս նաև մասնակցել որոշակի այնպիսի միջոցառումների, որոնք իմ հոգին կսնեն։ Այսինքն ասմունքի երեկոների, թատրոն, կինոյի, երաժշտական որևէ միջոցառման, որովհետև եթե ես տևական ժամանակ չեմ լինում այդպիսի միջոցառումների, ես կոնկրետ հոգուսով եմ ապրում։ Լավ, դուք այսինքն կարողանում եք համատեղել անձնական կյանք եւ բիզնես։ Այո, կարողանում հասցնել ճանապարհորդել նաև ինչու հենց ընտրեցի այս աշխատանքը եւ դեկրետից հետո այլևս հետ չվերադարձա իմ գլխավոր խմբագրի աշխատանքին, թեպետ որ ես շատ էի սիրում իմ մասնագիտական ռեժիմը ձեր դուրը եկավ, որովհետեւ ես կարողացա ավելի շատ ժամանակ անցկացնել իմ երեխաների հետ։ Այս աշխատանքը ինձ տվել է այդ առավելությունը եւ դա շատ կարեւոր էր ինձ համար։ Ես տեսակով դրական մարդ եմ, ամենափոքր բաների մեջ երջանկություն եմ գտնում։ Յուրաքանչյուր վայրկյանի այս պահին էլ ես համարում եմ, որ ես իմ կյանքի ամենաերջանիկ էտապն եմ ապրում։ Միշտ տվյալ օրվա, տվյալ ժամանակաշրջանի համար միշտ շնորհակալ եմ Աստծուն, որ հենց այդ պահը ես կարողանում եմ ապրել այդքան սիրուն, այդքան լեցուն, այդքան հագեցած։ Իմ շուրջն են իմ հարազատները, իմ երեխաները, իմ ընտանիքը, ես փառք Աստծո կարողացել եմ ստեղծել իմ կյանքում անհրաժեշտ ամեն ինչ, որից ես լիուլի բավարարված եմ։ Ամեն մի փոքրիկ բանով, որը կա իմ կյանքում, ես դրա համար միշտ երջանիկ եմ ու շնորհակալ եմ։ Մեր ծանոթությունը չավարտվեց ընդամենը այդքանով, հետո մենք նաև բարեկամական հարաբերություններ հաստատեցինք եւ մինչև այսօր էլ այդ մտերմությունն ու ընկերությունը պահպանվում է։ Ես գիտեք, պիտի ասեմ, որ Արմինեի բոլոր կարգի հաջողությունների ամենակարևորագույն նախապայմանը իր մարդկային նկարագիրն է։ Ազնիվ, հետևողական, վստահություն շահող, երբ իմ կյանքում շատ բարդ իրավիճակ է եղել,
եւ Արմինեն առաջիններից մեկն էր, ոչ իմ կանչով, իր ցանկությամբ եկել է ու ասել է, ասա ընդամենը թե ինչով կարող եմ քեզ օգնել։ Այդ խոսքերը իմ համար ամենամեծ օգնությունն էին, ամենամեծ աջակցությունն էին, եւ ես երբեք չպետք է մոռանամ, որ հենց նա այդ մարդկանցից մեկն է։ Դուք ունեք երկու որդի։ Այ ինչն է ամենաշատը դուք կարևորում ծնող երեխա հարաբերություններ։ Շատ կարևորում եմ ծնող երեխա հարաբերության մեջ ընկերությունը։ Ես փորձում եմ միշտ նրանց ընկերը լինել։ Ես նրանց հետ շատ եմ զրուցում։ Ամենատարբեր թեմաներից, գիտեք, այնքան սիրուն է իրանց աշխարհը։ Ինձ շատ կարևոր է, որ նրանք իրենց ամենից կարևոր ապրումները կարողանան կիսել ինձ հետ։ Նույնիսկ ամենասխալ գործողությունը, բայց կարողանան կիսել ինձ հետ։ Ես միշտ նրանց ասել եմ, ես սովորեցնում եմ ձեզ այս կյանքում լինել բացի այն, որ պարտաճանաչ աշակերտ, լավ սովորող աշակերտ, չէ, ես միշտ ասել եմ, ինձ համար անչափ կարևոր է, որ դու դպրոցում քո ուսուցչի համար լինես ամենից լավ աշակերտը, ոչ թե ամենից գերազանց սովորող աշակերտը, այլ ամենից լավ աշակերտը, ինձ համար, իմ լավ տղան, տատիկիդ համար, լավ թոռնիկը, հարևանիդ համար, հարևանի լավ տղան, շատ կարևորում եմ, որպեսզի նրանք մեր երկրի համար լինեն լավ մարդիկ, լավ քաղաքացիներ, պատասխանատու քաղաքացիներ եւ ինձ հետ լինեն լավ ընկեր։ Իսկ դուք իրենցից ինչ եք սովորում։ Արագ մտածել, իրադարձություններին շատ դրամատիկ կերպով չնայել, ինձ հեշտ են ապրում, ինձ հեշտ են մտածում։ Մենք ամեն ինչը բարդացնելով ենք մտածում։ Ես իմ կյանքի բոլոր այն հնարավոր ժամերը, որ կարող եմ ապրել նրանց կողքին, իրենց ընկերակցությամբ, ես փորձում եմ դա այդպես անել, այսինքն գնալ քաղաքից դուրս իրենց հետ մի որևէ տեղ հանգստանալու։ Այն կարևորագույն արժեքները, որ դուք ձեր հայրական ընտանիքից փոխանցել եք ձեր ընտանիք, ձեր զավակներին։ Ուժեղ մարդ լինելու կարողությունն է։ Իմ ընտանիքում թույլ մարդիկ չկան, զինվորական ընտանիքում եմ ես մեծացել։ Մեր տանը սենտիմենտալ իրավիճակներ չեն եղել։ Միշտ պարտավոր ենք եղել ուժեղ գտնվել, ուժեղ մտածողություն ունենալ, եւ դա ձևավորել է իմ մեջ շատ ուժեղ անհատի։ Իմ տանը ես գուցե նույն խստությամբ չեմ վերաբերվում, իմ երեխաներին, բայց սովորեցնում եմ ուժեղ լինել։ Կյանքի ամենատարբեր իրավիճակների հանդեպ լինել ուժեղ, պատրաստակամ, վստահ, ինքնուրույն, շատ կարևոր է դա, ես երբեմն նույնիսկ դեմ առ դեմ հանդիպում եմ այդ շատ ինքնուրույն լինելու խնդրին, երբեմն մենք բախվում ենք դեմ առ դեմ, բայց միևնույնն է, ես միշտ սովորեցնում եմ տղաներից լինել սեփական կարծիք ունեցող անհատներ։ Ինձ համար շատ կարևոր է, որ երբ ես մամային ասելիք ունեմ, ինքը միշտ պատրաստ է ինձ երկար ու համբերատար լսել ու տվյալ իրավիճակի հետ կապված իր կարծիքը հայտնել ու ըստ անհրաժեշտության ինձ ուղղորդել։ Ես կարող եմ իրեն առանց վարանելու ցանկացած հարցի շուրջ խոսք բացեմ, ինքը երբեք չի պարտադրում իր կարծիքը ինձ եւ ես ինչ-որ առումով ազատ եմ նաեւ։ Ես կարող եմ իրեն հանգիստ իմ բոլոր գաղտնիքները ասել եւ վստահ լինել, որ ոչ մեկը չի իմանա այդ մասին։ Իմ մաման միշտ այն մարդն է եղել, ում հետ ես կարողացել եմ կիսվեմ, ինքը ինձ միշտ ճիշտ խորհուրդներ է տալիս ու ինձ ուղղորդում է իմ կյանքում։ Նաեւ ես այն պարտական եմ իմ հաջողությունների համար, որովհետև միշտ ինքն է եղել, որ ինձ ուղղորդել ու սատարել է։ Ինքը պահանջկոտ է, ինքը խիստ է եւ ազդեցիկ է, ինչը մարդկանց վրա ազդեցություն է ունենում, իրեն փորձում են հետևել մարդիկ։ Ինձ այդ գծերի իր մեջ դուր են գալի, որովհետև ինձ էլ է մոտիվացնում է։ Շատ զբաղված է, բայց անգամ երբ տանը չի, միշտ օգնում է, զանգում է, երբեք չի մոռանում ու միշտ ժամանակ գտնում է ինձ համար։ Աշխատանքից տուն է գալիս եւ տարբեր հաղորդումներ ենք սկսում նայել կամ ընտանիքով խաղեր ենք սկսում խաղալ։ Ես սիրում եմ հիմնականում կիսվել, որովհետեւ մեր կարծիքները շատ են համընկնում։ Հաճախ որ մեքենա ինչ որտեղ ենք իրար հետ գնում, չեմ գերաշտություն ենք լսում։ Ես իր սիրած երգերն եմ լսում, որ իր ճաշը կիմանամ ինքը իմ։ Ստացվում է ձեզ շաբաթվա ընթացքում ժամանակ գտնեք եւ մտնեք այն սենյակ, որտեղ տան բույրն է, տան հյուրընկալությունն է, տան ջերմությունն է, այսինքն խոհանոց։ Իհարկե, ամեն օր շատ բաներ չի, որ կարողանում եմ պատրաստել, ասեմ ձեզ, բայց ասում են, որ ես ինչ էլ որ պատրաստում եմ, շատ քիչ բաներ թեկուզ, բայց համով եմ ձեռքը եւ լավ եմ պատրաստում եւ ես սիրով եմ պատրաստում։ Ես այն տնտեսուներից եմ, որը երբ հյուրերը հրավիրում իր տուն, գրեթե ամեն ինչ պատրաստում եմ իմ ձեռքով, ես ոչինչ չեմ պատվիրում։
Դրա համար անպայման փորձում եմ հյուրերին հրավիրել մեր տուն հենց այն ժամանակ, երբ ես ունեմ դրա ժամանակը, այսինքն գրեթե միշտ կիրակի օրերին, իսկ ամեն օր իմ տղաների համար այո, ես ուտելիք եմ պատրաստում, որպեսզի նրանք դասից գան եւ տան իրենց ուտելիքը իրենք վայելեն, որտեղ իրենք սիրում են նաեւ իմ պատրաստած ուտելիքները։ Ձեզ մոտ նաեւ ստացվում է, որ տարվա բոլոր եղանակներին, բոլոր օրերին, բոլոր ժամերին Համենայն դեպս, երբ հանդիպել ենք, ունենալ շատ շքեղ տեսք, միշտ խնամված, միշտ շատ ճաշակով, գեղեցիկ հագնված, ինչպես եք պեղում այդ ժամանակը։ Իմ ամբողջ գիտակցական կյանքում եղել եմ ղեկավարի դերում։ Հիմա հատկապես, երբ բազմահազար մարդիկ իմ ցանցում գրանցված են որպես խորհրդատուներ, ես շատերին չեմ ճանաչում, բայց նրանք բոլորը ճանաչում են ինձ եւ ես հնարավոր է որ փողոցում, խանութում, մի որևէ այլ տեղ ես չեմ ճանաչում նրանց, բայց իրենք մոտենան եւ ասեն ես գիտեմ որ դուք եք մեր տնօրենը բան եւ ես պարտավոր եմ լինել այնպիսի տեսքի մեջ, որ ներկայանալի լինեմ։ Շաբաթ-կիրակի օրերը փորձում եմ քաղաքից դուրս լինել ընտանիքիս հետ, արդեն մի քիչ ավելի տնական պայմաններում, այդ օրերին որպես կանոն գրեթե միշտ լինում եմ ավելի ազատ ոճի մեջ եւ ոչ պարտադրված այդ մշտական կլասիկ ոճի մեջ։ Իսկ ինչպես է սկսվում ձեր օրը։ Մի գավաթ սուրճով է սկսվում։ Այո, իմ առավոտը սկսվում է սուրճի բաժակով անպայման, որը ես վայելում եմ իմ բակում, ես իսկապես վայելում եմ այդ սուրճի ժամը, որպեսզի գոնե այդ մի քանի րոպեն ես ոչ մի բան չանեմ, ոչ մի բանի մասին չմտածեմ, ուղղակի նստեմ ու վայելեմ այդ սուրճը։ Իմ ամեն օրը սկսվում է այդպես։ Եվ դա ինձ համար հանգստի գերագույն մի պահ է, որ ես դա պիտի վայելեմ ամեն օր։ Դե կյանքի փոքրիկ ուրախություն է։ Շատ շնորհակալություն Արմինե, շատ հետաքրքիր երեկոյի համար։ Ամբողջ երեկոյի ընթացքում մենք խոսում էինք ամեն ինչից, ձեր անցած ճանապարհից, բայց երբ ես հետ եմ նայում, ես հասկանում եմ, որ մենք խոսել ենք սիրուց, այն շռայլ սիրուց, որ ճառագում է ձեզանից եւ լուսավորում է այն ամենը, ինչ կա ձեր շուրջը, եւ ես կարծում եմ, որ հենց ձեր հաջողության բանաձևը դա է։ Մնացածն էլ դուք ավելացրեք, ինչ եք կարծում, ինչից է կառուցված ձեր հաջողության բանաձևը։ Ես իսկապես սիրում եմ կյանքը, բայց ինձ համար անչափ կարևոր է ապրածդ կյանքի կշիռը։ Պիտի գոհ լինես ապրածդ կյանքից, պիտի կշիռդ ծանր լինի։ Մարդիկ կան իրենց կյանքը համարում են, որ եթե իրենք գոհ են իրենց ապրած կյանքից, ուրեմն իրենք շատ լավ կյանք են ապրել։ Դա այդպես չի, ես համարում եմ, որ ամեն մեկը իր ապրած կյանքով պիտի կշիռ ու կարևորություն ունենա նաև շրջապատող մարդկանց համար։ Հանդիպման վայրը Armenia Marriott հյուրանոց։ Armenia Marriott հյուրանոց, շքեղության եւ հյուրընկալության նշաձող Երևանի կենտրոնում։ Այստեղ ամեն պահ հիշարժան է։